Շատ հյուրասեր, ընկերասեր դրական էներգիայով ժողովուրդ եք, ունեք հիանալի խոհանոց եւ ճարտարապետություն, իսկ ամենազարմանալին թերևս ձեր աշխատասիրությունն է, քանի որ ամեն երկրում չես տեսնի շաբաթ-կիրակի օրերն աշխատող մարդկանց։ Սա Հայֆեստի մասնակիցների զգացողությունն է Հայաստանի ու հայերի մասին։ Իսկ Մոսկվայի անկախ թատերական ընկերության տնօրեն Ալեքսեյ Բաղդասարովին խոսքերը չեն բավարարում իր զգացողությունը արտահայտելու։ Ես սուբյեկտիվ եմ, քանի որ հայրս հայ է։ Ես էլ երրորդ անգամ եմ Հայաստանում եւ ամեն անգամ այստեղ եմ թողնում իմ սիրտը։ Мне просто здесь все нравится. Я без слез здесь жить не могу. Я хожу и плачу. Потому что мне все здесь близко. И это моя родина, хотя я здесь не родился. Առաջնահերթը զգացողությունն է, այլ ոչ թե տեսողականը։ Սա Հայֆեստի սկզբունքային տարբերակումն է այլ փառատոններից, ասում է շվեյցարացի պարուհի եւ դերասան Գաբրիելա Նեուհաուսը, ով մասնակցել է Միհր թատրոնի լավաշ ներկայացմանը։ Ջոյս Քինգի համար Հայաստանը առաջին արտերկիրն է, որտեղ հանդիսատեսին ծանոթացնում է իր լիսն պարային ներկայացմանը։ Չնայած իմ մեծ հուզմունքին, լայն ժպիտով նայում էի հանդիսատեսին։ Իմ ներկայացումը այն մասին է, որ պետք է լինենք ավելի ուշադիր մեր եւ շրջապատի հանդեպ, ավելի սիրենք միմյանց։ Իտալացիները կողմ են մշակույթների մերձեցմանը։ Արարատ անվանումով համույթը իտալացի երաժիշտների խումբ է, որ այս փառատոնի համար գրել է Երևանյան շարանվագ, երգել Հայաստանի մասին, նրա պատմության ապագայի մասին։ Հայֆեստ 13-ը ի սկզբունքին հավատարիմ հյուրընկալել է ամենաբազմապիսի թատերական պարային փորձարարական խմբերի, որն է այսօրյա տենդենսը։ Ըստ Ալեքսեյ Բաղդասարովի, սերը դեպի էքսպերիմենտը անխոս պրոգրեսիվ է, սակայն նկատվում է վերադարձ դեպի դասական բեմադրության ակունքներ, համենայն դեպս Ռուսաստանում։